Ողջույն սիրելի ունկնդիրներ, եթերում կրկին Ախալքալակի ձայնը ռադիոն է, և այսօրվա մեր հաղորդումը նվիրված է Խանդո գյուղին։ Կենտրոնից 17 կիլոմետր դեպի արևմուտք, բարձրաբեր Ցաբուլի դիմաց, մեծ ու փոքր ձորերի քարափի գլխին հին Խանդոն է փռված իր հողածածկ տներով։ 1830 թվականին Խանդո գյուղը առնում է նոր շունչ։ Այստեղ են ներգաղթել Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խաչկավանք գյուղից, Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բաբերթի, Բասենի և այլ գավառներից շուրջ 7300 հայ ընտանիքներ Կարապետ arczepiskopos Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալակի և Ծալկայի շրջակայքում, վերականգնելով և հիմնելով 60 գյուղ և 50 եկեղեցի, այդ թվում էր նաև Խանդո գյուղը և Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ըստ հավաստի աղբյուրների, Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում, երբ հայերն ու վրացիները մեկ եկեղեցական կյանք ունեին։ Վաղնջական ժամանակներից եկեղեցուն նվիրված է մեկ տոն՝ ծռատոնը։ Բնության դալարման ու զարթոնքի ամենասքանչելի շրջանում Կարնան արևի շողերի տակ խանդոցիները տոնում էին հայ ավանդական սուրբ քրոնական տոնը՝ ծռատոնը։ Դարերից եկող ավանդույթը բխում է այն փաստը, որ հղի կինը այդ օրը աշխատելու իրավունք չունի, հակառակ դեպքում երեխան ծուռ կծնվի։ Մեծ խորհուրդ ունի վանքի ձախ կողմի սրահում գտնվող փորձաքարից պատրաստված քանդակը։ Այն հանդիսանում է նախաքրիստոնեական շրջանի պղխաբերության և մայրության խորհրդանիշ։ Չբեր կանայք դրա վրա մոմեր են վառել, մրմնջացել և հավատացել, որ երկնային ըկամասված նրանց զավակ կպարգևի։ Տասնյակ հարյուրավոր տարիներ են անցել, Խանդոյում այլևս վրացիներ չեն ապրում, սակայն դարերից եկող ավանդույթները փոխանցվել են սերնդից սերունդ։ Առավոտվանից համաժողովրդական հայ-վրացական տոնը մտնում է իր իրավունքների մեջ։ Առավոտվանից երաժշտություն ու պար, աղոթք մոմավառություն, ինչու չէ նաև հյուրասիրություն հացկերույթ։ 2024 թվականի ամռանը Խանդո գյուղում ավարտվեց նոր սուրբ աղբյուրի կառուցումը։ Այս նախագիծը նախաձեռնել էին 1985 թվականի դպրոցի շրջանավարտները, իսկ շինարարությունը իրականացրել է Մամիկոն Մարտիրոսյանը։ Աղբյուրը կառուցվեց Խանդո գյուղի համար որպես նոր հոգևոր օջախ։ «2008 թվականի մայիսի 8-ին Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցում կրկին հնչեցին զանգերի ձայնը։ Այդ օրը գյուղում տիրում էր միայն ուրախություն, իսկ ուրախությունից բացի հուզմունք։ Այս վերականգնված եկեղեցին ոչ միայն կրոնական, այլ նաև ինքնության մշակութային վերածննդի խորհրդանիշ է։ Եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ Թորոսյաններ գերդաստանի, Արկադի և Համբարձում նվիրյալների շնորհիվ։ Նրանց շնորհիվ մեր եկեղեցին կրկին վերածնունդ ապրեց և գյուղացիները ունեցան հոգևոր կենտրոն։ Այսօր Սուրբ Խաչ եկեղեցին Խանդոյի միասնականության և հավատքի հիշողության կարևորագույն օջախն է։ 2008 թվականի մայիսի 8-ը մնաց հիշողություն, որ միասնականությունը և հավատքը կարող է վերակենդանացնել անգամ մոռացված սրբավայրերը։ Քչերը գիտեն, բայց Խանդոն հայտնի է նաև իր աշուղով, Աշուղ Մաթինով։ Մաթինը ծնվել է 19-րդ դարի 20-ական թվականներին Խաչկավանքում, այնուհետև տեղափոխվել է Խանդո գյուղ։ Մաթինը այնքան է հմտացել իր աշուղական արվեստի մեջ, որ իրեն տվել են մականուն՝ Մաթին, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է զարմանք։ Մաթինը իր ղարագյոզներից և սազից անբաժան շրջում էր Լենինականի, Ծալկայի, Արտահանի և Ախալցխայի գավառներում, և ժողովրդի մեջ Մաթինը հանդես էր գալիս որպես կատարյալ աշուղ դերասան։
2015 թվականին լրացավ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Եվ հենց այդ պատճառով Խանդո գյուղի երիտասարդները որոշեցին գյուղում խաչքար տեղադրել։ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար հուշակոթողը կանգնեցվեց Խանդոյի կենտրոնում գտնվող պուրակում, որտեղ տեղադրված էր հայրենական մեծ պատերազմում զոհված խանդոցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողն ու Արցախում նահատակված ազատամարտիկ Մովսես Մարտիրոսյանի ջրիմաքար հուշարձանը։ Հուշակոթող խաչքարի տեղադրելուց հետո ինքնաբերաբար այդ տարածքը վերածվեց մի ամբողջ հուշահամալիրի, որը խորհրդանշում էր 20-րդ դարում հայ ժողովրդի հետ կապված 3 խոշորագույն իրադարձությունները՝ Հայոց մեծ եղեռնը, հայրենասիրական մեծ պատերազմը եւ Արցախյան պատերազմը։ Խաչքար հուշակոթողի բացումը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 18-ին։ Նույն օրը փոխարինվեց մի քանի տարի առաջ Խանդոյի վերակառուցված Սուրբ Խաչ եկեղեցու զանգը։ Նոր զանգի օծումով եւ դպրոցականների հնչեցրած զանգ 100 կոչնակ խողանջներով եւ ազդարարվեց խաչքար հուշակոթողի բացման արարողության սկիզբը։ Խանդոն գյուղ, որը առաջին հայացքից թվում է սովորական, բայց իրականում պահում են լեռնային խաղաղության ամենահին գաղտնիքները։ Գյուղ, որի արահետներով քայլելիս զգում ես ժամանակը։ Այստեղ քայլում են ավելի դանդաղ, ավելի նուրբ, ավելի հոգատար, երբ լռությունը տարածվում է բլուրների վրայով, մեղմ քամին պատմում է այն պատմությունները, որոնք տարեթրվերով չեն գրվում, այլ մարդկանց հոգիներով։ Խանդոն հին ավանդույթների պահոց է։ Այստեղ ամեն քար իր անունն ունի, ամեն ծառ իր հիշողությունը եւ ամեն տուն իր ջերմությունը։ Գյուղի խորքում բոցավառվում է մեկ հավերժական լույս՝ ընտանիքի արժեքը։ Խանդոյում մարդիկ ապրում են ոչ միայն կողք կողքի, այլ սրտով կողքին։ Նրանք գիտեն ով է ուր գնում, ինչ խնդիր ունի, ինչ ուրախություն է եկել բակ։ Եվ այդ համախմբվածությունը այս գյուղի ամենամեծ հարստությունն է։ Ամառային առավոտներին գյուղը արթնանում է թռչունների երգով ու խոտի խոնավ բույրով։ Մանուկները վազում են բաց դաշտերով, որոնց մեջ ինչպես հոսող գետեր փայլում են արևի ճառագայթները։ Իսկ երեկոները Խանդոյի վրա իջնում է խաղաղություն, որը դժվար է նկարագրել բառերով։ Այնպիսի խաղաղություն, որ կարծես Աստված է դիպչում գյուղի թիկունքին ու ասում. «Հանգստացիր, վաղը նոր օր է»։ Խանդոն չի գոռում իր գեղեցկության մասին։ Դա այն վայրերից է, որոնք չեն պահանջում բարձրախոսներ, վառ երանգներ կամ բարձրացրած դրոշներ։ Նրա ուժը լռության մեջ է, պարզության մեջ, գյուղական անկեղծության մեջ։ Սառնորակ աղբյուրների ձայնը, հեռվում բարբառով աստված մի բարև, տատիկների թխած հոտը, այդ ամենը չի երևում քարտեզներում, բայց զգացվում է սրտում։ Խանդոն փոքր տեղ է, բայց մնավորությամբ, քանի որ նրա մեծությունը ոչ թե քառակուսի կիլոմետրում է, այլ այն սրտով, որով մարդիկ վերածում են այս լեռնային անկյունը իրական օջախի, իսկ օջախը դա արդեն հայրենիք է։